Իսկ հիմա եկանք հասանք հայելիներին։ Միանշանակ լույսով տարբերակն է լինելու, բայց ինձ նաև աշխատակիցները տեղեկացրին, որ նորագույն տեխնոլոգիաներով մաքսիմալ հագեցած տարբերակներ եւս կան, այսինքն ձայնով, Bluetooth-ով հեռախոսին միացող, դինամիկով, պատկերացրեք, ինչ ասես այսօր կարող է անել հայելին, բայց ես համեմատաբար մինիմալիստական տարբերակ կընտրեմ։ Եկեք ասեմ, թե ինչու սանհանգույցի համար կոնկրետ չէի նախընտրի այս տարբերակով հայելի, որովհետև հա ինքը շատ սիրուն է, շատ տարբերվող է, բայց իմ կարծիքով ինքը ժամանակի ընթացքում հոգնեցնում է եւ սենց անդադ նույն բանը տեսնելուց մի տեսակ ձանձրանում ես։ Այդ դեպքերի համար հատուկ նախատեսված է դասական նորմալ ֆորմաների հայելին։ Ես օրինակ հակված եմ այսպիսի պարզ մոդելներին։ Էլի լույսով տարբերակ, բայց ավելի պարզ սովորական ուղղանկյուն տարբերակ։ Տեսնում եք, որ սանհանգույցի համար նախատեսված ամեն ինչ կարելի է գտնել այստեղ։ Լվացարանների տարբերակները ինչքան շատ են ու մեծ ընտրությունը։ Օրինակ այս տարբերակները iPhone 17-ների հետ շատ հետաքրքիր կհամապատասխանեն, չէ, ինքը իրոք շատ սիրուն է, բայց էլի եմ ասում, այնպիսի գույն է, որ եթե ընտրվի օրինակ այսպիսի լվացարան, ապա ամբողջը պիտի համապատասխանեցվի այս ոճին։ Այս կանաչը շատ սիրուն երանգ է։ Մունք տարբերակները լվացարանների շատ սիրուն է, շատ շքեղ են, բայց ջրի պարագայում, որը անընդհատ կպնում է այս գույնին, ինքը միանշանակ թողնելու է իր տեղը ու անընդհատ կամ քիմիայով պիտի շատ հաճախ մաքրել կամ ուղղակի հարմարվել, որ այդ ջրի հետքերը պիտի այս սիրուն կահույքի վրա լինեն։ Դրա համար շատ ափսոսում եմ, շատ կուզեի այսպիսի տարբերակներ կամ կանաչը շատ սիրուն է, բայց պիտի ընտրենք էլի դասական տարբերակ, որպեսզի այդ ջրի հետքերի խնդիրը չունենանք։ Օրինակ այս տարբերակները եւս շատ հավանում եմ սպիտակի։ Մի հատ եկեք ամեն դեպքում հիանանք այս կանաչ տարբերակով, երազենք, որ մի օր էլ այս գույների մեջ վերանորոգում կանենք եւ շարժվենք առաջ։ Եթե ոսկեգույն տարբերակներ եք նախընտրում, այսպիսի հրաշալի մոդելներ կան։ Ուղղակի նախանձում եմ մարդկանց, ում լոգարանում կա այնքան տարածք, որ հնարավոր լինի տեղադրել այսպիսի հրաշք լողանալու հատված։ Չգիտեմ, սենց նայում եմ փոքրիկ նախանձ եմ ապրում եւ շարժվում եմ առաջ։ Հոմերուն շատ հարմար է ու ինձ դուր է գալիս այն, որ մի անգամից այսպես հավաքված պատրաստի լոգարանի հատվածներ կա սանհանգույցի եւ կարելի է ուղակի մի անգամից տեսնել, հասկանալ, որ այ հենց էսա, որ ուզում ես լինի քո տանը ու այդպես ամբողջը ասել, որ հենց այս տարբերակներով առաքեն տուն։ Մի խոսքով այդ պահը շատ հարմար է ու մի հատ խնդրում եմ այս տարբերակին ինչքան սիրուն է կահույքը, հայտային երանգի ու մոխրագույնի համադրությունը շատ շքեղ է։ Դասական տարբերակների սիրահարները միանշանակ հավանեն այս տարբերակը։ Իսկ եթե դուք մուգ գույների սիրահար եք, անհնար է, որ այս տարբերակը չհավանեք։ Տեսեք ինչքան գեղեցիկ է համադրված զուգարանակոնքը եւ լվացարանը ու էլի մուգ երանգների կահույքը։ Բայց էլի եմ ասում, իմ նախընտրությունը ավելի շատ բաց երանգների մեջ։ Այո, հենց սա է այն հատվածը, որը ես շատ եմ հավանում։ Միայն կցանկանայի սալիկների գույները փոխել ու էլի այսպիսի տաք գույներ լինեին։ Մնացածը ուղղակի հրաշալի է իմ ճաշակով է մի հատ այս լվացարանի գեղեցկությունը, այս մինիմալիզմը, բավականին տարողունակ դարակներ են իդեպ, հսկայական տարածք է։ Հայելին էլի դասական ֆորմայի, բավականին մեծ, լույսով, առանց ինչ-որ ավելորդ շատ ֆինտ ու ֆլյուշկաների, մի խոսքով սա իսկապես այն հատվածն է, որը շատ կուզեմ մենք ունենանք, բայց իհարկե հիմնական մտավախությունը էլի տարածքի հետ է կապված, որ այս լվացարանի հատվածը հնարավոր է չտեղավորվի մեր սանհանգույցում, դրա համար պիտի փորձենք հասկանալ արդյոք սա կտեղավորենք, թե մի հատ ուրիշ սիրուն տարբերակ կընտրենք։ Եթե օրինակ նախընտրում եք, որ լվացքի մեքենան լինի սանհանգույցում, ուրեմն այսպիսի տարբերակ կարող եք վերցնել լվացարանի, որտեղ այս տակի հատվածում կտեղավորվի լվացքի մեքենան։ Իսկ այ մոխրագույնի սիրահարները միանշանակ կսիրեն այս տարբերակը։ Տեսեք, օրինակ սրանք այսպիսի սլայդ դռներով են, բայց կա նաև բացվող դռներով, այստեղ կախված է թե տարածքն ինչպիսին է, թույլ տալիս է բացվող դուռ ունենալ թե չէ, կամ ձեր անձնական նախընտրությունը ինչպիսին է, կոնկրետ մեր դեպքում սլայդ տարբերակն է լինելու կամ ընդհանրապես միայն մի ապակիով բաժանված տարբերակը, որովհետև մեր տեղը այդքան թույլ չի տալիս դուռ բացվող ունենալ։ Այլ որ ասացի բացվող դռնով լոգախցիկի մասին հենց սա նկատի ունեի,
Այստեղ եթե տարածքը թույլ է տալիս, ապա այսպիսի տարբերակ կա, վերջում էլ ինքը շատ պինդ ամրանով է։ Իսկ զուգարանակոնքի հետ կապված մենք ընտրել ենք հենց այս տարբերակը, պատին ամրացող ու առանց ավելորդ այս հատվածներում կահույքի, որովհետև այս հատվածը պատի մեջ է մնում, դա ինձ համար բացահայտում էր, ես էլ եմ դա այստեղ իմացել, այնպես որ խնդրել եմ ինձ շատ մանրամասն բացատրել, թե ոնց է դա լինում եւ արդյոք հետագայի համար ինքը ապահով է կամ օրինակ եթե ջուրը հանկարծ թողի պատին ինչ որ վնաս կլինի թե չէ, ինձ բացատրել են որ չկա նման բան, ինքը ընթացքում դուրս է գալիս այդ կոնստրուկցիան, եթե հանկարծ ինչ որ խնդիր է լինում եւ խնդիրը այնտեղ լուծվում է, այսինքն պատի հետ կապված ու անվտանգության թրջվելու հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, այնպես որ եթե մտածում եք այս պատին ամրացող տարբերակները, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս մենք էլ ենք վերցրել հենց այս տարբերակը։ Պահարանի այս մինիմալիստիկ ոճը ինչ սիրուն է։ Ես շատ հավանել եմ դարակի այս տարբերակը, խնդրում եմ մի հատ տեսեք այս մինիմալիստական գեղեցկությունը սպիտակ, էլի բավականին տարողունակ, ասեք որ այս հատվածը սիրուն է։ Այս մասին ուղղակի խոսքեր չկան։ Մեկ էլ խնդրում եմ որ մի հատ սալիկների համադրությունը նայեք։ Այստեղ եւս գույները տեսեք ինչ սիրուն է համադրված։ Պատեր, հատակ ու կահույք։ Մենք խողովակներ եւս այստեղից ենք վերցրել, որովհետեւ ունեինք սանհանգույցում որոշակի խողովակների փոփոխության կարիք։ Այստեղ ներկերի հատվածը եւս անծայրածիր է ու ես գիտեմ, որ իրենք անվճար նաեւ բռնում են, այսպես ասած, այն գույնը, որը որ ցանկանում եք, մեծ կատալոգով ձեր ամենախենթ ցանկությունները գույների հետ կապված կարելի է իրագործել ու ստանալ հենց այդ գույնը։ Բռնակների մեծ տեսականի կա, բայց մենք դեռ այդ փուլին չենք հասել։ Տեսեք իրարից որքան տարբերվող արժեքներով ըստ ձեր ֆինանսական հնարավորության, ճաշակի եւ այլն։ Ասել թե ինձ համար ինչքան կարեւոր է, երբ որ սպասարկող անձնակազմը բարեհամբույր է եւ անընդհատ պատրաստ է քեզ օգնել լիքը հարցերում իր խորհուրդներով, իր այս ընթացքում հավաքած փորձով եւ այլն։ Կոնկրետ այս խանութում ինչքան որ այստեղ եղել ենք, իսկ մենք տարիներ շարունակ այստեղից օգտվել ենք, միշտ այդպիսի վերաբերմունք ա եղել, ինչը ինձ համար շատ կարեւոր է։ Մի խոսքով սա առաջին այցն էր մեր Հոմեր, որտեղ ուզում էի ձեզ ցույց տալ, թե ինչ տարբերակներ եմ նախընտրում, ինչն ենք հավանաբար վերցնելու, ինչն ենք արդեն վերցրել, բայց դեռ պատկերացնում եք թե շինարարության ընթացքում ինչքան եմ դեռ լինելու այստեղ, այնպես որ լիքը բաների մասին ձեզ տեղյակ եմ պահելու ու եթե դուք եք ընտրության փուլում վերանորոգման մեջ, շատ հուսով եմ, որ օգտակար եմ լինելու այս ընթացքում ձեզ։ Իսկ որպեսզի վերջում տեսնեք, թե որ տարբերակները ընտրեցինք ի վերջո եւ ինչ տեսք վերջնական ունեցավ մեր տունը, սանհանգույցը եւ մնացած մյուս անկյունները, կարող եք միանալ էջին, ես որոշել եմ շատ մանրամասն պատմել ձեզ այդ մասին, մի խոսքով սա սերիալ է, որի առաջին սերիան դուք դիտեցիք։